Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր։ 5 նահանգում տեղի հայ համայնքին ու արտասահմանցի հանդիսատեսին ներկայացրել են Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Շարլ Անձնավուրի, Վաղարշակ Կոտոյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Էդգար Հովհաննիսյանի եւ մի շարք այլ հայտնի ու սիրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Մեր համերգների խորագիրը կոչվում է երաժշտական հրավառություն, մեր առաքելությունը, որպեսզի կարողանանք թե Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին մեր հայ արվեստ ու երաժշտությունը ներկայացնենք, եւս մեկ անգամ հնարավորություն ունենան եւ ինչի՞ չէ, նաեւ տարբեր օտարազգի հանդիսատես ենք ունենում, որոնք որ Ամերիկյան հյուրախաղերին նվագախումբը ղեկավարել է լոնդոնաբնակ մեր հայրենակից Սիփան Օլահը, նշում է ուրախալի է հանդիսատեսին եւս մեկ անգամ հայկական տոն պարգևելը, քանի որ նրանցից ոմանք վաղուց չեն եղել հայրենիքում եւ կարոտն առնում են նաեւ հայկական երաժշտություն ունկնդրելու միջոցով։ Մեր համերգային յուրաքանչյուր ծրագիրը յուրաքանչյուր քաղաքում գրեթե 2 բաժնով է եւ բավականին ծավալուն, որը նույնպես պետք է նշեմ մեծ ահռելի աշխատանք է նվագախմբի եւ իմ կողմից որպես դիրիժոր եւ որպես տենոր երգիչ, մեզ ուղղակի հանդիսատեսը լիցքավորում է կրկին անգամ շարունակել այս հիանալի ոդիսականը, լինի դա Եվրոպայում, այս պահի դրությամբ Ամերիկայի 5 տարբեր նահանգներում, 5 տարբեր սրահներում, վստահ եմ, որ Լոս Անջելեսի հանդիսատեսը նույնպես պիտի մեզ ոգեշնչի իր բարձր տրամադրությամբ, էներգիայով եւ ծափողջություններով։ Կարևորում եմ այս օրինակ համերգների կազմակերպումը այստեղ Լոս Անջելեսում, հաշվի առնելով հանգամանքը, որ հազարավոր մղոններ հեռու են գտնվում հայրենիքից եւ այստեղ համայնքը իսկապես կարոտ է անգամ եւս հաղորդակցվել մեր մշակութային արժեքներին եւ ուզում եմ հատկապես նշել կազմակերպչին հայ-եմ հիմնադրամին նախագահությամբ պարոն Նշան Աճեմյանի, որի անխոնջ եւ երկարամյա այսպես ջանքերի շնորհիվ պարբերաբար այստեղի համայնքը եւ ինչու միայն հայերեն նաեւ օտարերկրյա կամ ամերիկացի հանդիսատեսը առիթ են ունենում լսել եւ հաղորդակցվել մեր հրաշալի մշակույթի հետ։ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Ռուզաննա Սիրունյանը երկար տարիներ աշխատել է կամերային երաժշտության ազգային կենտրոնում, կարևորում է հայ դասական երաժշտությունն արտերկրում ներկայացնելու եւ տարածելու կամերայինցիների առաքելությունը։ Շատ մեծ հուզմունքով դահլիճը լսում է, երկրպագում է, ուրախ եմ կամերային նվագախմբի համար, որ ամբողջ մի օվկիանոս կտրել եւ հասել է այստեղ եւ բնականաբար դասական երաժշտությունը ես կցանկանայի, որ ավելի մեծ դահլիճներում լիներ, որովհետև իրականության մեջ դասական երաժշտությունը հայ ժողովրդի համար, մանավանդ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները մեկ անգամ եւս ապացուցում են, որ մեր մշակույթը հավերժ է։ Ամերիկյան հյուրախաղերն ավարտված են, իսկ կամերային երաժշտության ազգային կենտրոնում արդեն կազմում են համերգային նոր ծրագիրը։ Յուրա Վահանյան, Հակոբ Փափազյան, լուրեր։